Միացնեմ հարցերը կարաս տաս։ Ուրեմն ստե առաջի հարցը սկսեմ արդեն հարցերը։ Ուհու, ուհու։ Առաջինը Salah Spinners best rated այս որ սա կա Հա, դե Քրիստոֆան իրան վերցրել եմ Salah Spinners-ը, ահա։ բայց Salah Spinners-ը ինքը ոնց որ թե բան է, ինքը private label է, ասենց ասեմ։ Այդ բառը ոնց որ ինքը արդեն բրենդ է, էլի դա ոնց որ պատենտ է ինքը։ Հենց այդ Սալատ սփիներ հենց այս կատեգորիայում չի կարա պատենտ լինի, այսինքն նայ, ինքը ինչ է, սարքի անունն է սալատ սփիներ։ Հիմա ինչ որ մեկը կա որ ռեստորան ունի, անունը դրել է սալատ սփիներ, բայց ինքը այս կատեգորիայում ոչ մեկ չի կարա գրանցի, որտեղ ինքը ապրանքին հենց բնորոշող բառն է, էլի։ դե վերջը այսով ինքը պատենտ է, բայց առանց էսի ինքը պատենտ չէր։ Էսա նայենք, Բայց կարող է սրարն էս տեսե, էս տեսե։ հա, Բայց հա, նա ինքը դեդերի տակ է, ինքը կարմիրով էս տակ որ գրած է դեդ, ինքը նշանակում է չի ընդունվել ինչ որ մի պատճառով։ Ну, կոնկրետ սա ինքը հա, ռիթեյլ սալատների ռեստորան է։ Հիմա նայ, դեդերը պետք է անջատենք, որ մենակ լայվեր լինի, այսինքն էս տակը կանաչով է։ հա, Որտեվ հիմա դու կարաս լյուբոյ բրենդ ուզենաս գրանցես, հիմա դու կարաս Nike բրենդն է ուզենաս գրանցես, բայց չի ընդունվելու էլի, տես հիմա Nike քանի օքյա սալած սփիներս որոշը գրանցի ու բոլորինը տալիս է dead կամ cancel կամ abandoned, հա, ինքը նշանակում է որ չի ընդունվել, կարևորը ստես տակի կարմիրով այդ dead-երն է։ Ինքը պետք է էսի անջատենք այս ցախ կողմից, մենակ թողնենք լայվերը որ տենանք ինքը գրանցում կա, թե չկա, իսկ բանով նա չկա, ոչ սալած սփիներա բերում, եթե վերջում S գրենք, հիմա կտենանք, տես սալած սփիներսը չի բերում։ Ստեղ կա լոգո գրանցած, օրինակ էսի նայ, այս լոգոն ինքը գրանցել է այս սալած սփիներս կատեգորիայում, կամ չգիտեմ, ինքը այս Oxo բրենդը շատ ենք հանդիպել այս ընթացքում, չգիտեմ կհիշես թե չէ, այս Oxon էլ է գրանցված բրենդ, ինքը գրանցվել է Salad Spinners կատեգորիայում, ինքը կատեգորիայի ապրանք ոնց որ բնութագրող բանն է, էլի անունն է, չի կարող ինչ որ մեկը բրենդի անունը հենց այդ կատեգորիայի անունը դնի, ոնց որ որոշես հեռախոս ծախես, այդ հեռախոսի բրենդի անունը լինի հեռախոս, էլի, այդպես չես կարող անես, դու կարաս խոսքի հեռախոս անունը որպես բրենդ դնես Լյուբե ուրիշ բանի վրա, հա, կարաս թե դեր ծախես բրենդի տաունը լինի հեռախոս, բայց կոնկրետ հեռախոս, այդ ապրանքը նկարագրող բառը դու չես կարող քո բրենդի անունը դրես։ մի օրինակ մի հատ բան ասեմ, էլի Արանջան, օրինակ Հայաստանում իմ ֆիրմի անունը fast food կետ է բան, այսինքն վեբ կայքը fast food կետ է եմն, հա, ինքը Ըհը։ fast food-ը հանրային բառ է ինքը։ Ես կարեցա համ ասենք որպես corporation իրան գրանցել Հայաստան, համ դոմեյնը առա, այսինքն ինքը համանուն էր fast food, համ ասենք են որ վեբսայթը սա fast food կետ է եմն, այսինքն բադա ոնց է արվում այդ ամեն ինչը։ Դե նե, Հայաստանում չգիտեմ ոնց է, բայց Ամերիկայում տենց է, որ դու չես կարող էլի քո բնութագրող բառը դնես բրենդի անուն։ Այդ ոնց որ խախտում է համարվում, կարաս գրանցես, բայց չի ընդունվելու։ Ոնց որ օրինակ, այդտեղ լիքը մարդկաց մոտ չի ընդունվել։ Այս մի հարցս դեր սրան է չէր։ Okay։ Ընդ հետը օքշի այս բանը գինը շատ ցածր է, ընդ կարմիրով նշել են որ ինքը ցածր է, բայց մի հատ կուզենամ ես ու դու իրար հետ նայենք, հասկանանք ճիշտ եմ արել թե չէ դրանք։ Ուհու։ Նախ նայ, ասեմ, այս best rated որ գրված է, մենք այս բանը որ վերցնում ենք, keyword-ը, ինքը Հա, ինչի համար է, որ դնենք մեր որպես product, հա, այսինքն մեր product-ը չի կարելի salad spinner best rated, այսինքն որ ինչ որ մեկը հարցնի մենք ինչ ենք ծախում, մենք կարող ենք իրան ասենք salad spinner ենք ծախում, բայց չենք կարող ասենք salad spinner best rated, այսինքն նայ, հա, այդ keyword-ը որ մենք բան ենք անում, վերցնում ենք ինքը ոնց որ հարցն ինչ ապրանք է սախում, պետք է այդ keyword-ը կոնկրետ նկարագրի այդ ապրանքը, առանց օրինակ չի կարելի best rated, best seller, հա, դրանք իրանք ոնց որ այնպես բառեր են, որ մարդիկ իրանք կողմից post են տվել, ավելացրել են, դե sense best rated մենք չենք կարող даже title-ի մեջ գրենք, էլի։ Amazon-ը մեզ կարգելապակի ինքը օրենքներին դեմ է, որ այտենց best seller, best rated, չգիտեմ, լավագույն առաջարկ, լավագույն որակ, այդպես բաներ չենք կարող մենք գրենք title-ի մեջ։ Բայց այս salad spinner-ը ինքը okay, հենց այն keyword-ն է, որը
մենք բան ենք անում, հա, դա այստեղ ճիշտ է, առանձնացրել Salah Spinners best rate-ից, հետո արդեն լավագույն keyword-ը ճիշտ է, էլի գտե որ ինքը Salah Spinner-ն է։ Հա, Պետք է ինքը sense լինի, էլի, то есть եթե даже այս Salah Spinners best rate-ից ավելի բարձր search volume ունենար, ինքը չէր կարող լինել մեր լավագույն keyword-ը, որտեղ մենք title-ի մեջ չենք կարող օգտագործենք։ Հիմա նայես վերևին օրինակ mid thermometer digital, այն ինչ որ մեկը որ հարցին չէ ծախում, կարանք ասենք բան թվային մսի thermometer, հա, այդպես digital mid thermometer, բայց նույն բանով salad spinner կարանք, բայց salad spinner best rate-ի չենք կարող, հա, դի հետագայի համար զուտ իմանաս որ եթե տենց ինչ որ keyword հանդիպի, դա մենք չենք կարող առանձնացնենք։ հա, հա։ Այս վերևի, հա, մի րոպե, դա մի հատ կարանք ասենք, ես ամենաշատը վստահ եմ, որ ասենք ճիշտ եմ արել, այս cocktail smoker kit-ն է, ասենք, որ ասենք ճիշտ եմ արել, Ահա։ այն դա մեկ է մի հատ էլ ընդելի հարցում եմ, բայց այդ հարցն եմ պետք տամ, էլ վերևին որ գրած է։ Ահա, հիմա հեսա նայ, այս cocktail smoker kit-ը, okay, ինքը լավ բարձր search volume ունի ու շատ ցածր մրցակցություն ունի, մի քիչ շատ review-ներ ունեցողներ կան, բայց ընդհանուր առմամբ գները հարմար են ու լավ էլ վաճառքներ անում, ընդ որում այդտեղ քիչ review ունեցողներն էլ են լավ վաճառքներ անում, օրինակ 56 հատ review ունի, նայ, այս մարդը 1000 պլյուս վաճառք արի անցած ամիս։ Այդ խոսում Հա, է էլի նրա մասին, որ շուկան տենց շատ, այս մեկը 35 հատ review, 600 պլյուս վաճառք։ Ընդ որում դու այդ 35 հատ review-ն կարաս հենց Amazon-ի շնորհիվ պաշտոնապես ստանաս, հա, այդ 30 հոգու կարաս giveaway անես, հա, նվեր ուղարկես, իրենք 30 հոգի քո ապրանքի վրա review գրեն։ Բայց այդ նայ կոնկրետ այս դրա բանի վրա բոլորը 5 աստղ են, հա, այսինքն ինքը իրոք լավ որակով բանա կարեց է արտադրի։ ու սրա ամենալավը էս keyword-ի որն էր, որ ինքը Amazon-ը չի վաճառում այս ապրանքը։ Հա, սա էլ է շատ լավ կողմ։ Իրա լավագույն keyword-ը առանձնացրել ես whisky smoker kit-ը, չէ՞։ Հա, հա, Նո փոստանք։ Նայ շատ ճիշտ է սարը, որտեվ ոնց որ թե ինքը իրոք նույն ապրանքներն է բերում cocktail smoker kit-ը, whisky smoker kit, ինքը նույն ապրանքներն է, հա։ Ուհու, ճիշտ է։ Լավագույն keyword-ն է ինքը որպես այդպեսին ճիշտ, որտեվ նայ, էսի 553 result ունի, էս էլ է այդքան, 559 է, այսինքն նույն քանակի են, բայց սրա search volume-ը 6565 է, սրանը 30000, այսինքն 5 անգամ ավելի բարձր search volume ունի, հա, ընդ որում որ sense նայում ենք տարվա կտրվածքով միշտ էլ ինքը լավ պոպուլյար ա եղել, ու ինքը լավ աճող շուկա է, էլի, այսինքն ներս չի տան շատ հին շուկա դրա համար է, էլի պայմանավորված, որ մարդիկ ոնց այս սելերները շատ ռիվյուներ չունեն այդ նշանակում է իրանք այս վերջի մի տարին, երկու տարվա մեջ են մտել շուկա, դրա համար իրանք տենց քիչ ռիվյու մենակ էս մեկն է երևի թե շատ հին կամ ինքը ընթացքում շատ վաճառքներ արել 10,000 պլյուս վաճառք ունի անցած ամիս մենակ դրա համար ինքը նաև ամենաշատ ռիվյուներ ունի 2000 այս մեկը вообще 3700 հատ ռիվյու ունի անցած ամիս 30,000 պլյուս վաճառք արել հա, հիմա նայենք հա ինքը երբ ինքը 22 թվի հոկտեմբերի 20-ից է վաճառում, այսինքն այս 3 տարուց մի քիչ ավել ինքը հին սելեր է, բայց օրինակ ես մեկը այսօր 56 հատ review ունի, ինքը հաստատ ավելի նոր է լինելու։ Մի րոպե, տենան գրաշ չկա, այստեղ ոնց որ է սրանը, գրաշ չի, հա, հեսա ստեից կարանք նայենք, նայ, նոյեմբերի, հա, էլի, նոյեմբերի 11-ից, 14-ից է սկսել վաճառել, այսինքն կես ամիս է այս ինչ ծախում է, բայց արդեն ինչքան վաճառքներ ունի։ հա, Որոշեմ շատ լավ շուկա է ասի։ հա, ես էլ նայեցի շատ լավ ասենք հավեսով բաներ ստանում, որ
Միանգամից սկսեցի սրա վրա կենտրոնանալ, պրոստը դա սեզոնային ինքը ապրանք է, Ինքը բայց մենակ եթե սեզոնային չի։ Սեզոնային չի, ինքը ունի լավ շրջաններ, բայց նայ, հիմա ինքը լավ բարձր է, բայց եթե նայում ենք, ասենք դաժե ամենացածր կետը 24 թվի հունիսին եղել է 6400, բայց ասենց որ նայենք ամենավերջին անգամ պես որ լավ ցածր է եղել է 24 թվի հունվարին, էլի, այսինքն մոտ 2 տարի առաջ 2395, բայց վերջի կոնկրետ մի տարվա մեջ, հա, որ sense նայենք, ամենացածր կետը եղել է հոկտեմբերի 25-ին 12000 սրճվոլում, էդի լավ, սեպտեմբերի 13-ին 11759, 11759-ն շատ բարձր ռեզուլտատ է, այսինքն եթե դու հենց այս պայծրությամբ 11000 search volume ունենաս ու մրցակցությունը մեծ չլինի, դու կարաս ամսական այդ մի 1000-2000 վաճառքը ունենաս։ all time-ով որ իրան նայեցի, ոնց որ ամեն տարի դեկտեմբերին ամենաշատ վաճառքն է եղում իրա։ Դեկտեմբերին գիծը բարձրանում է վերև գրաֆիկը, ու ռեսկի իջնում է ու սկսում է նորից, ասենք իր հունով, ասենք այդ որ ասենք ես նայեցի, Դե նայ, կարծես ապրանքների մեծամասնությունը դեկտեմբերին ինքը շատ մեծ բանջարք է ունենում, այդ Քրիսմասից առաջ դա նվերներ են բաժանում, դրանով պայմանավորված ինքը միշտ բարձր բան է ունենում, հա, պահանջարկ է ունենում դեկտեմբեր ամսին։ Հիմա այս ապրանքի մասով, հա, եթե ավելի խորը վերլուծություն անենք, հա, հիմա ցանկալի կներ, որ շատ մեծներ քո ցանկը ու այդ ցանկի հիման վրա մենք կարողանանք այդ research-ը իրականացնեինք, բայց քանի որ քիչ է ու ամեն դեպքում դասերը գնում են, հա, տես շատ չեն կարող սպասենք, այսքան ինչքան ունենք մենք դրա հիման վրա կարանք վերլուծությունը անենք, մի վարքյան, հիմա շուկայի միակ խնդիրը այն է, որ իր suggested PPC bid-ը բարձր է, $1.25 է, ես ենթադրում եմ, այդ պայմանավորված է նրանով, որ բանն է, մարժան մեծ է մարդկանց, հա, այսինքն մեծ եկամուտ է ստանում, հետևաբար իրանք կարող են գովազդով մրցակցեն իրար հետ։ Հիմա պատկերացրու, երբ որ ապրանքի մեջ օրինակ մնում է $3, հետևաբար արդեն այդ գովազդ միացնողները շատ տեղ չեն ունենա, չէ, իրանք ռեկլամ միացնելու կդնեն ցածր բիդեր, օրինակ $0.4-վան, բայց որ մեծ է մնում մարժը, ասենք չգիտեմ, $10 մարժը ես ունենում։ Դու արդեն քեզ կարող ես թույլ տաս ավելի բարձր բիդ դնես ու մարդիկ սկսում են իրար հետ մրցակցել ավելի բարձր պոզիցիայի համար։ Ենթադրենք դու դրեցիր 0.8, քեզ կարող ես թույլ տաս, ասենք մեծ մարժա ունես մեջը, դրեցիր 0.8, քո կոնկուրենտը տեսա, որ քո ապրանքը ավելի բարձր է երևում, բան արեց, ինքը դրեց 0.9, հետո այն մյուսը տեսավ $1 դրեց, ու տենց ոնց որ եկեի տոգում կանգնելա, ոնց որ իր միջինը $1.25, հա, այդքան է մեզ առաջարկում։ Բարձր է, բայց ամեն դեպքում ինչ որ մի բան երևի թե անել հնարավոր կլինի մեծ մարժայի պայմաններում, եթե մարժան մեծ կարողանանք ապահովենք, այդ հələ կհասկանանք, եթե իրոք Alibaba-ում այդ նույն գները լինի։ Հիմա նա ինչ ենք անում։ Вообще ես սիրում եմ այս process-ը անել երկու ապրանքների մեջ, բայց հիմա մի քանի ապրանքի բանով կարանք նայենք, հա, օրինակ ես 3 հատ ապրանքի մասով կարանք նայենք։ Ինչն ենք ուշադրություն դարձնում։ Հա, մի հատ հարցին է, այդ որ գրել եմ չկա շուկայում պրոդուկտ, որը ունի 5484 search volume, այսինքն եթե չկա այս էլի ապրանքանը keyword, դա հա, ոնց է, դա չեն նայել вообще, թե կարան նայեն դա։ հեսա նայեմ ասեմ, հա։ Նա ինքը նախ էլեկտրոնիկայի է, այսինքն իր հետ պալյուբոմու գործ չունենք։ Իրա search volume-ը, օքեյ, search volume, բանը 5484 է, բայց այս DAC-ը, նայ, ինչ ա գրած, DAC vacuum cleaner as seen on TV, հա։ Ինքը մեկ թարգմանենք հասկանանք, ասում է DAC, ինքը вообще բադ է նշանակում, բայց եթե բան անենք, մի քիչ մտածենք, հասկանանք, որ ինքը կարող է բրենդի անունա, չէ։ Vacuum cleaner-ը պիլասոսն է, ամենից ոնց որ տեսել եմ TV-ով, այսինքն ինչ որ մեկը մի հատ vacuum cleaner-ը տեսել, պիլասոսը տեսել TV-ով, որի անունը DAC է, այդպես մտնել պոիսկ կա տվել Amazon, ինչ որ մեկը չէ, ինչ որ մի քանի հազար հոգի, այդպես պոիսկ են տվել, եւ տելևիզորով ակտիվ ռեկլամա գնում, մարդիկ այդպես մտնում պոիսկ են տալի։ Հիմա դրա արդյունքում նա ինքը այս ապրանքն է, նայ, այս
անունն էլ sense որ փուճուրտ նայես, կտենաս գրած է DAC։ Ինքը բրենդի անունն է։ Հիմա որ դաժե մտնենք այս listing-ի բանը, edge-ը, բրենդի անունը գրած է horsepower, բայց դա այդ բանի վրա գրած է հա horsepower DAC նայ։ Ինքը բրենդը horsepower-ը, բայց իր կոնկրետ այս բանը տեսակը DAC-ն է, պատկերացրեցի, այսինքն բրենդի անունը horsepower-ի ոնց որ DAC բանն է, տեսակն օրինակ BMW-ի, չգիտեմ, 5-րդ սերիան է, նույն ձևս horsepower-ի DAC բանն է ու նայ երկուսի կողմն sense փոճուր թմ-ը է գրած, այդ թմ-ն նշանակում է trademark։ Ինքը ոնց որ այս horsepower բառն էլ է trademark կարված, DAC բառն էլ է trademark կարված, այսինքն կարիք էլ չկա մենք sense բանում ստուգենք այդ USPTO-ում, եթե ստեղ sense կողը տեն մենք ինչ որ էցե բառի թմ-ը է գրած, տմ-ը է գրված, ինքը նշանակում է trademark-ը արված ու այդ բառը արդեն պատկանում է այդ սեփականը տիրոջը, այսինքն հիմա դու չես կարա DAC վաճառ, DAC անունով ինչ որ տեխնիկա վաճառես, ավելի կոնկրետ sense ինչ որ փոշեկուլներ վաճառես։ Բայց ինքը Այսինքն ընդհանրապես որ բառը չունի ինքը 5474-ից այսինքն ավելի շատ ինչ-որ բան, դա չեն նայելու, կապ չունի, ասենք ինքը կարող է խոսքի ունեք էլի վիսկի այդ բաներից, էլի վիսկի սմոքի։ Իդե պետք է կոնկրետ այդ ապրանքից լինի։ Մեծ այդ keyword-ի մեջ չկա, այդ keyword-ների ցանկի մեջ են sense ապրանք չկա, ուրեմն ինքը չի բանանում, էլի նկարագրում ու պարտադիր չի ավել լինի, կարա ասենք չգիտեմ 5000 լինի, բայց կարևորը նաև մրցակցությունն էլ է այդտեղ կարևոր, այսինքն այս 5484 search volume-ը կարա իրանից ենթադրի 3000 մրցակցություն, բայց կարա գտնես նույն ապրանքը նկարագրող keyword, որը ունի 4000 search volume, բայց այդ keyword-ը ունենա 1000 մրցակցություն։ Պատկերացրեցի՞ր, այսինքն դու 1484-ով ավելի քիչ search volume կունենաս, բայց մրցակցությունը 3 անգամ ավելի փոքր կլինի։ То есть այդտեղ ոչ միայն կարևոր է բանը, հա, այտենց քանի օքիա պոստալու, նաև ինչքան մրցակցություն ունես։ Դրա համար որ մենք նայում էինք, հա, լավագույն keyword-ը, օրինակ եթե 5484-ը իր բանա, search volume-ը, մենք նայում ենք մինիմալ քանակությունը 4000, հա, 4000, որտեղ կա 4000 search volume ունեցող keyword-ը ավելի լավ լինի, քան ինքը։ Դե արդեն այդ 3000, 2000-ները շատ ցածր են, իրանցով էլ չենք նայի, բայց կոնկրետ 4000 search volume-ը կարող ավելի լավ keyword լինի, քան օրինակ այդ 5400-ն է։ Այն երրորդ դասի ժամանակ որ մենք անում ենք, որ դու գրել էր, եթե այսինքն չկա իրանից շատ search volume, այդ ապրանքը պետք չի նայել, դրա համար ասենք ոնց որ վիդեոները նայելով եմ այս ամեն ինչը անում։ Չէ, ոչ թե Դրա պետք չի նայել, ոչ թե պետք չի նայել, այլ ինքն է դառնում լավագույն keyword-ը, հա, այսինքն է օրինակ շամպայն բակետի դեպքում իր լավագույն keyword-ը հենց ինքն է շամպայն բակետն է, որտեվ նույնը ստակի է spiralizer-ի դեպքում, որտեվ որ նայել ենք, ասենք միջև իր search volume-ը ինչքան է, հեսա նայեմ, ասեմ։ Սրա search volume-ը 3507 է շամպայն բակետին է։ Չի եղել այդ ապրանքը կոնկրետ նկարագրող այլ բառ, որ ունենա 3507-ից ավելի բարձր search volume, դրա համար հենց լավագույն keyword-ը հենց ինքն է դառել, հենց ինքն է այդ շամպայն բակետն է դրել ենք the best keyword, հա, նույն keyword-ը ինչ որ է, այսինքն պարտադիր չի, ինքը միշտ փոխվի այս լավագույն keyword-ը ասվածը։ Սա հենց Արամ ջան, ուրեմն ըստ ամենատակինը կարան մի հատ նայեք այդ ճիշտ է, ասա չէ, եթե դա ճիշտ է, ես արդեն այսօր ուշ կնստեմ, ես էլի կանեմ, վաղն են կանեմ։ հա, իսկ ինֆորմացիան որին ես լրացրես, վիսկի սմոքեր քիթինը, թե կոկտեյլ սմոքեր քիթինը։ Չէ, վիսկի սմոքեր քիթինը, դե արդեն եթե լավագույնը սա է, ես արդեն սկսեցի այդ լավագույնին սա անել։ Ճիշտ է։ Այսօր մի հատ մագնետով պոիսկ տամ իմ մոտ է ու հասկանանք։ Այնքան որ դու հարագար ես մի հատ կարած նայելով գնաս, այնքան որ ասես որ սրախ տոշտին է, որ ես իմանամ որ շարունակեմ այդ ձևով։ Number of search results-ը ճիշտ է, այսինքն էս ստեի մոտ 553-ը ցույց տալի, բայց քո մոտ այդ
նահանգով պայմանավորված կարող ուրիշ location դրածնես deliver-ում դրանով պայմանավորված ուրիշ ցույց տա, ժամից էլ է պայմանավորված, ոնց որ էդի օքեյ է, ճիշտ է։ Sponsor dating-ները, հեսա այդ մագնետով բացի հասկանանք։ Հեսա մեր smoker kit-ը։ Sponsor dating-ներն էլ, այսինքն նայ, քո մոտ 120-ա ցույց տվե, իմ մոտ 131 է, էդ է կարա ճիշտ լինի, տարբեր չգիտեմ, ժամերին կարա տարբեր ցույց տա։ Բայց Այս եթե էլ է օքեյ։ սրտը նույնն է, ո՞ց կարած այս բաներն Search volume-ը ինքը վերցում է ընդհանուր քանի հոգի են post-ը, բայց sponsored բանը ինքը այդ բային փոփոխվող search volume-ն էլ է փոփոխվում, բայց ինքը այդքան շուշու չի փոփոխում, ինքը update անում մի 7-8 օրը մեկ։ Իսկ sponsor days-ը քանի հոգի են այդ պահի դրությամբ գովազդ միացրել։ Հիմա մեկը կարող է պայտակ միացրել է, մեկը անջատել է, դրա հաշվին ոնց որ է։ պատանում է տվել, իսկ այս դեպքում քո մոտ ոնց որ եղել է 126, իմ մոտ 131 է ցույց տա, այսինքն իմ մոտ այս վայրությամբ 5 հոգի ավելի շատ մարդ է ոնց որ գովազդ միացրել, դրա հաշվին փոփոխությունը կա։ Total market revenue, ստեյց ենք նայում, ահա, ստե 2.900.000 է, դու ստե ֆիլտրների մեջ ինչ բառով ես բանել է, post-ը, որ գտնի ինքը։ Ես ինչքան հիշում եմ, իրան post եմ տվել, whisky smoker։ Հա, հենց իրանով է post եմ տվել, հենց իրանով։ Ահա, նայ, ճիշտ ես արել։ Ստեղ հիմա ինչ ունենք, նայ, մեր հիշում ես cocktail smoker kit-ներ, ստեղ ինչ ունենք, նայ, մեկը, օրինակ ես մեկը cocktail smoker kit էլ գրել է, ու նաև whisky smoker kit-ն է գրել, այսինքն ինքը այս երկու գլխավոր keyword-ներն է, ինքը օգտագործել է իր title-ի մեջ։ Էս էլ է օքեյ, սենց էլ է կարելի, բայց կան նաև մարդիկ, որ կարող է գրեն օրինակ cocktail and whisky smoker kit կամ whisky and cocktail smoker kit, այսինքն եթե դու ոչ տաս whisky smoker kit, բայց ինքը գրած ունի whisky and cocktail smoker kit, ստեղ չի բերի։ Պատկերացրեցին ինչ եմ ասում, նայ, ստե եթե ինչ որ մեկը իր title-ի մեջ գրած ունի whisky and cocktail smoker kit, ուստե եթե մենք post տանք whisky smoker kit մենակ առանց cocktail բառի, չի բերի, որտեղ ինքը բերում է կոնկրետ այդ բառերի հերթականությամբ title-ները, հա, եթե օրինակ ինչ որ մեկը գրած լինի smoker kit for whiskey ու մենք post տանք whisky smoker kit, էլի չի բերի։ Դա համար այստեղ ոնց որ ճիշտ է, օրինակ մի բառ գրելն է, ենթադրենք կարանք հենց այս whisky բառն է առանձնացնենք ու post տանք։ Ես գրել եմ smoker, whisky smoker kit եմ, ես ձև եմ գրել։ Էդ էլ է շատ դեպքում ճիշտ, բայց կոնկրետ այս դեպքում ես կասկածներ ունեմ, որ ու ինձ թվում է ճիշտ են կասկածներս, որ կարող մարդիկ կլինեն, որ գրած ունեն օրինակ whisky and cocktail smoker kit, ու այդ դեպքում չի բերի, որտեղ դու post-ից տո հենց կոնկրետ whisky smoker kit, այդ 3 բառը ինքը պետքա նույն հերթականությամբ գրած լինի, որ բերի, էլի։ Դրա համար ավելի ճիշտ է whisky բառը գրելը կամ դաժե կարելի է smoker բառը գրելը, հա, կարա դաժե այդ դեպքում է ինչ որ փոփոխություն տա, եթե smoker բառն են գրում, այդ փոփոխություն այսքի չի ավ, այդ 2.900.000-ն է մնաց, բոլորը գրել են այդ smoker բառին ըստ title-ի մեջ։ Եմ կարամ մի քանի հատ գրել։ Ստեղ մի քանի հատ keyword չէ, եթե գրենք մի քանի հատ keyword, բան կանի, այսինքն ինքը պետքա բոլոր այդ keyword-ները պարունակի, հնարավոր է ինչ-որ մեկ օրինակ cocktail բառը իր title-ի մեջ գրած չլինի։ Օրինակ եթե դու գրես whisky, ստորակետ cocktail, ինքը կբերի նրանց, ովքեր որ գրել են համ whisky-ն, համ cocktail-ը, բայց եթե ինչ-որ մեկը օրինակ մենակ whisky-ա գրել առանց cocktail բառի, իրան չի բերի։ Դրա համար կոնկրետ այս դեպքում երևի թե ավելի ճիշտ է որ գրենք whisky, post տանք ու տենանք ինչ կդառնա 2.869.000 էլի, այսինքն տենց իրական դու գրել ես, բայց տենց չի էլի, ու այդ բանը հասկացա ես արել, սխալ չես արել, բայց համենայն դեպս տենց ավելի ճիշտ է վիսկի բառով գրել էլի, այսինքն ստե մի քիչ թվերը կփոխվեն, բայց ընդհանուր մնացածն է որ սս նայում եմ, ճիշտ ես արել, էլի, այսինքն այս միջի ռիվյուներն էլ ես ճիշտ գրեի, ուղղակի այստեղ դու այդ whisky smoker kit-ով ես post տվել։ Եթե whisky smoker kit-ով նայենք,
2 միլիոն, ու այսինքն այս տատանները օքեյ է, էլի կարա այս թիվը փոփոխական լինի, կամ մեկ այդ բան չգիտեմ։ Իմ մոտ բերում է կոմոդ, իմ մոտ բերում է կոմոդ չի բերել, դրա համար իմ մոտ կա 2 միլիոն 206 հազար ցույց տա, կոմոդ 2 միլիոն 11 հազար ցույց տվե։ Ինչի ռևենյուն 53 հազար, 45 հազար, այս մի քիչ փոփոխություններ օքեյ են, հա։ Միջին price-ը 41, կոմոդ 42 օքեյ է։ Կարևորը տենց հաստատ պատկերացնում որ ճիշտ բան ես նա, էլի կոմոդ 407-ին նա իմ մոտ բանա 358, հա։ Հիմա դու էլ կարող եմ մի ժամ հետո նայես լրիվ ուրիշ թվեր բերի, այսինքն լրիվ չէ, մի քիչ ուրիշ թվեր բերի։ Դե հիմա 4.6-ը ցույց տալի կողմը 4.7 ա եղել, հիմա մագնետ IQ score-ը։ Այ էսի օրինակ անփոփոխ թիվ է, որտեղ կախված է search volume-ից 54541, այտենց է նշել ես։ Keyword sales-ը էլ ինքը մի շաբաթը մեկ update-նում 489-ա, ու ես ճիշտ է նշել ես 489-ը։ CPR-ը էլ ինքը փոփոխման ուշ է ենթարկում 7.1, դու ճիշտ է նշել ես 7.1, search volume-ը դե ճիշտ է, minimum search volume-ը 12731, դու ես վերցրել, բայց դե որ մի քիչ ուշադրին ես, դե 11759 կա, ինքը վիզուալ չի երևում, բայց բայց դե global okay է, դրան դեռ չենք տա 137,694-ը, դե սա ճիշտ է, start number of Amazon product, հիմա տենանք Amazon-ը, product ունի թե չէ, չունի, ճիշտ է, այսել ես գրես վրա, միջին BSR-ը իմ մոտ 4.000 տալի կոմոդ 26,000 է եղել ու բանը suggested PPC bid-ը 1.25, կոմոդ էլ 1.25 ճիշտ է։ Չէ, սա ճիշտ է, լրացնել կարաս ավելի ոնց որ արագ լրացնես։ Մենակ մի հատ հարց ունեմ ստեից, այսինքն Հա։ երկու հատ հարց ունեմ։ CPR-ը որն է, CPR-ն եմ ուզում հասկանալ։ Նայ, CPR-ը ինքը թե քանի հատ վաճառք պետք է անես, որ քեզ թոփերի ցանկում ցույց տա շաբաթվա կտրվածքով։ 71 հատ, եթե նույնի պատկերացու, այսօր լիստ արեցի ես քո ապրանքը, եթե մի շաբաթվա մեջ կարեցար 71 հատ վաճառք անես, այսինքն օրը գծետը մի 10 հատ, Amazon-ը քեզ ամեն այս թոփերի ցանկում է ցույց տալու, այսինքն քեզ այս առաջի երկու, գուցե երրորդ, մինչև այստեղ ցույց է տալու քո ապրանքը։ Կախված թե մրցակիցներդ ինչքան վաճառք են արել նաև ու հենց այս keyword-ով, հա, ոչ թե տարբեր բառերով, այլ այս կոնկրետ այս whisky smoker kit-ով, եթե 71 հատ վաճառք արեցիր, եթե մարդիկ պոեստան whisky smoker kit քո ապրանքը ամենավերևնն է ցույց տալու, ու հետո նաև իր հերթին նշանակում է շաբաթական նաև 489 հատ, միջև այս 489 հատ վաճառք կարաս անես ամենաթոփերում լինելու դեպքում, այս էլ keyword sales-ն է։ Նա եթե ինչ-որ բան չէ, keyword-ով չէ՞ դա։ հա, մենակ ես մի keyword-ով։ Եթե ինչ-որ մի բան չես հիշում, ստեղ պրոստը որ պահում ես վեր, ինքը ստեղ ոնց որ մանրամասն բացատրությունը բերում է CPR-ի վրա պահում ես։ Ասենք առաջ ես արդեն սնիչև իշապտի օրը դիահագին ասենք լրացնեմ ընդ որտեղ արդեն ես դա։ Այ, okay, SL sense։ Հիմա մյուս փուլով նայ երկու տարբերակ ունեն, կամ սա ոնց որ չի ստա, հիմա նույն այս մեկ արի ջնջեն, քանի որ ինքը բրենդի հետ կապ ունեցող keyword-ը է, start vacuum-ը։ Հիմա պրոստը այս վերևինի հետ արի թվերով համատենք, հա, S ու S երկուսը։ Չենք նայում ինչ ապրանք է, ուղղակի սենց թվերով եթե համատենք, մոտավոր պատկերացում կազմենք այս երկուսից, որն ավելի լավ շուկա։ Nice. Number of search result թե sponsored ASINs, որը դե ավելի փոքր է, ինչքան number of search results-ը ավելի փոքր է ու ինչքան քիչ մարդ է գովազդացրել, դա ավելի լավ ցուցանիշ է, դե այս ոնց որ ավելի լավ է։ Հիմա միջին revenue-ն ու total market revenue-ն, որը ոնց որ ավելի բարձր է, դա էլ ավելի լավ է, ինչքան ոնց որ այդտեղ փող է ֆրում, բնականաբար ավելի լավ է, այդ առումով էլ ոնց որ այս տակինն ավելի լավ շուկա է։ Միջին price-ը դա 38 թե 42, կարևոր է երկուսն է 30-ից բարձր են, այստեղ արդեն շատ էական չի, հա, որը ինչքան է,
Դրա համար իրենք չենք առանձնացրել լավը, որն ավելի լավ։ Հա, Հիմա էսի շատ կարևոր կետ է նաև մրցակիցների ռիվյուների միջին քանակությունը։ Այս ծալած սպինը ունի 3919 միջին ռիվյուներ մրցակիցներ, այսինքն շատ ռիվյուներ ունեն։ Իսկ արդեն մեր բանը 479 ու համապատասխանում է միջև 500 ռիվյուներին։ Հենց որ մենք իրան էլ ենք կանաչացնում, ստեղ արդեն այս մեկն ավելի լավ, որտեվ 4.5 աստղ է, բայց եթե օրինակ ինձ հարցնեին, որն ավելի կարևոր միջի ռիվյուների քանակությունը, թե գնահատականի բարձր լինելը, ես կասեմ միանշանակ ռիվյուների քանակությունը, որտեվ հիմա ավելի լավ է մրցակիցը ունենա 4.7 աստղ, բայց 479 հատ ռիվյու, քան ունենա 4.5 աստղ, բայց 3919 հատ ռիվյու, որտեվ 4.5-ն է ցածր գնահատական չի համարվում։ այսինքն իմ մրցակցի գնահատականը ինչքան ցածր է, այդքան իմ համար ավելի լավ է։ Հա, եթե ինչքան գնահատական, ինչքան ցածր է, մրցակիցները այնքան քո համար ավելի լավ է, որտեվ ծոր ավելի հավանական կլինի, որ մարդիկ նայելով իրենց ցածր գնահատականներին, վերջ կորոշեն քեզնից առնել, եթե քո մոտ բարձր լինի։ Հա, հասկացա։ Magnet IQ score-ի դեպքում դե ավելի լավը բնականաբար, որը ավելի բարձր է, դա keyword sales-ի դեպքում նույն ձև, որը ավելի բարձր ավելի լավ է, CPR-ի դեպքում դե ավելի փոքրը որն է, այդ ավելի լավ է, այսինքն ավելի քիչ վաճառք պետք է անես, որ հայտնվես top-երի ցանկում։ Հիմա search volume market total-ը, հա, հիմա որը էլի ավելի բարձր է, search volume-ը, որ ավելի բարձր է, դա ավելի լավ է։ Նույնն է վերաբերում է ցածր ու բան ոնց որ ամենացածր կետին ու ամենաբարձր կետին, որ ավելի բարձր թիվը ավելի լավ է։ Հիմա նայ գլոբալ ինքը թվում է թե վերևին ավելի լավ շուկա է, որտեվ կետերը ավելի լավն են, բայց եթե sense ավելի մի քիչ բան նայենք, արի լավ էս երկուսն անենք ու բան անենք, հա, այս search volume difference-ը այդ արդեն շատ էական չի, ինչքան է տատանում է եղել, այստեղ number of Amazon products-ը այս 8 հատ այս 0, բարձր այս 0-ն ավելի լավ է, միջին BSR-ը, որը փոքր է, դա ավելի լավ, ու վերջի կետով էլ, որի suggested PPC բիդը ավելի բարձր է, դա ավելի վատ է, որ ավելի ցածր է, լավ է։ Հիմա նայ, եթե զուտ համատենք քանակությամբ, այս վերևինը ավելի շատ կետերով է, բան, հա, ավելի ոնց որ լավ որպես ապրանք, բայց դա եթե նայենք sense կոնկրետ ինչ կետ, օրինակ նայ, հիմա search volume-ը 60,000-ը թե 30,000, ինքը էական այդքան տարբերություն չունի, դու երկուսի դեպքում է, եթե հայտնվես top-երի մեջ, լիքը վաճառքներ ես անելու, այ հիմա կապ չունի 60,000 եղավ search volume-ը, թե 30,000, երկուսի դեպքում լիքը վաճառքներ ես անելու։ Հիմա նույն ձև minimum կետը, հա, 12,000-ը, ստե 400,000, հիմա 12,000-ն է ցածր թիվ չի, թող տարվա մեջ մի անգամ իշտի 12,000, բայց այդ 12,000-ի դեպքում էլ ես դու եթե top-երի ցանկում կարողացար հայտնվես, լիքը վաճառքներ ես անելու, բայց հիմա որի պարագայում կարաս top-երի ցանկում ավելի հեշտ հայտնվես, բնականաբար այս տակինի, որտեղ 71 CPR-ով դու ավելի հավանական է մի շաբաթվա մեջ 71 վաճառք կանես ու կհայտնվես top-երի ցանկում, քան 110 հատ վաճառք կանես ու կհայտնվես top-երի ցանկում։ Բարեկամներս են ասում, մտնել առևտուրանները 71 հատը կդառնա մեզ։ Հա, Այնքան բարեկամ որ ասում են սաղին զանգել, ասում են մենք էլ մտենք մի հատ առեք։ հա, Ասենք եթե կա բա, то есть այդտեղ նայ, այդ ինքը ոնց որ թվացել այս ավելի լավ շուկա է, բայց գլխավոր ոնց որ կետերը անես չի սրա մոտ վատա, իսկ սրա մոտ օրինակ սրա մոտ 5,000 լիներ search volume-ը, սրա մոտ 60,000, ակասին ագին էական տարբերություն է, բայց դե 60,000-ը 30,000, top-երի մեջ ելնելու դեպքում հավատա տարբերություն չկա, էլի։ Իսկ արդեն ստեղ նայ կոնկրետ այս կետերով, հա, որ ռիվյուների քանակությունը սրա մոտ 3919-ը, ստե 407-ն է, բնականաբար այս 407-ը շատ ավելի ձեռնտու է ու դու ավելի լավ կարաս այդ դրանց դեմ մրցակցես։ Number of Amazon products, հա, 8 հատ Amazon-ի դեմ մրցակցելը շատ էլի դժվար է, քան որ օրինակ Amazon-ը առասարակ որ այդ շուկա չի մտել։
Միակ կետը, որ սենց ակնհայտ ավելի լավն է, այս վերևինը ներքևինի դեպքում, էսա, որ 0,77 $, suggest-ի PPC բեդերը, իսկ դա 1,25 $։ Այդ ակնհայտ մեծ տարբերություն է։ Մնացած բոլոր առներում, հիմա նայ, այստեղ number of search results-ը հիմա 542-ը թե 409-ը, էական տարբերություն չկա, որտեղ մենք գիտենք, որ եթե միջև 1000 ենք, համարվում է փոքր մրցակցություն ունեցող շուկա։ Իսկ կոնկրետ այս դեպքում թե կնի 500, թե կնի 400, մեծ տարբերություն հավատա չկա, հա։ Կամ sponsor dating-ները 112 թե 126, ոնց որ այն ինչով ոնց որ այս ավելի կանաչացրել են, իրականում այդքան էական ոնց որ տարբերություն չկա, հա, օրինակ ստելներ 3000 ստե 409, ասեիք ահագին մեծ տարբերություն է, ստե 3000-ից մրցակիցությունը ստե 409, մեր թե ունես 542 թե 409 մրցակից, ինքը կարելի ասել համարյա նույն բանն է դառնում։ Նենց որ որպես շուկաներ իրենք ես կասեի տենց համարժեք են, բայց դաժե smoker kit-ը ավելի լավն է զուտ բանի ելնելով, հա, որ ավելի բանա, մրցակիցները ավելի քիչ ռիվյուներ ունեն ու CPR-ը ավելի ցածր թիվ է։ Եթե իմ Պլյուս համարակությունը որ Amazon-ը չի վաճառում, ինքը դա արդեն մեծ պլյուս է, չէ՞, սմնա։ նաև Amazon-ը չի վաճառում, դա էլ է շատ մեծ պլյուսներից մեկը։ Այդ նայ, հիմա այդ ամեն ինչը, ասենց հիմա որոշակի ստանդարտներ ունի, բայց այնպես չի էլի, որ այս ամեն ինչը ասենց ինչ որ դասագրքային քեզ բաներ ասեցի։ Այս ամեն ինչի ես ասում եմ զուտ իմ վերլուծությունից, իմ փորձից ելնելով։ Հիմա ճիշտ է, կոմոդ դեռևս փորձ չկա, բայց եթե վերլուծում ես, կարաս այս տրամաբանությունը գտնես, հա, այսինքն այստեղ ինչով արդեն առանձնանում Amazon-ի մի սելերը մյուսից, բոլորը այս ինֆորմացիան ունեն, բոլորը կարող ամիսը $100 վճարեն Helium-ին ու այս ինֆորմացիան ունենան, բայց թե ով ոնց կօգտագործի այս ինֆորմացիան, արդեն ըտե է էլի տարբերությունը կայանում։ Հա։ Հիմա կարող է իմ համար, չգիտեմ, ավելի կարևոր է, որ CPR-ը ցածր լինի, մրցակիցների ռիվները ավելի ցածր լինեն, ուրիշի համար էլ շատ ավելի կարևոր լինի, որ suggested PPC bid-ը ավելի ցածր լինի, որտեղ ինքը մտածում է, որ կարող է լիքը ռեկլամներով կարենա հասնել top-երի ցանկի, հա։ Իսկ ես մտածում եմ, որ ավելի կարևոր է օրինակ CPR-ը ցածր լինի ու մրցակիցները քիչ ռիվյուներ ունենան, որ քո միասած ռեկլամները իմաստ ունենան, թե չէ որ ուզում ես զրամբով չլինի գովազդի suggested PPC bid-ը, մեկը եթե օրինակ 100 հոգի կլիկ անի, բայց դու քիչ review ունենաս, բայց հետո այնտեղ ոչ մեկ չի առնի, որ տենա մրցակիցները լիքը review-ներ ունեն, հա, իսկ կարող է 1.25 $, լինի, բայց տենան որ ասենք այնքան review ունես, ինչքան քո մրցակիցներն են, 5 կլիկից մեկը առնի, էլի, դոգում դու ոնց որ դաժե այդպես շահես։ Հա, հասա։ That's sense, բայց հələ այս ոնց որ երկրորդային ոնց որ վիզուալ զուտ բաներ, հա, համատելու կետներ, բայց մենք ստեղ ամեն մի շուկայի մասով մի հատ առանձին ուրիշ վերլուծություն էլ ենք անում, այս բոլորը փակեմ, քեզ ցույց տամ, հա, վերլուծությունը ինչ է իրանից ենթադրում։ Առաջին հերթին նայում ենք, ստեղ search result-ները նայեցինք, search volume-ը նայեցինք, իջանք ներքև, հիմա առաջի բանը, որ մենք նայում ենք, ավելի խորը վերլուծության մասին է խոսքը գնում, այս առաջի product-ները, որոնք sponsored են, դե գիտես, այս առաջի product-ները միշտ sponsored են լինում, այս ամենավերևում։ Իրանք ինչքան վաճառքներ են անում, այդ նշանակում է, որ մենք էլ մեր նպատակը հենց սպոնսորդով այս բարձր պոզիցիաներ ստանալն է, ճիշտ է։ Հիմա եթե իրանք այսքան շատ վաճառքներ են անում գովազդներ միացնելով, նշանակում է մենք էլ հնարավորություն ունենք այդքան վաճառքներ անենք, եթե մենք էլ կարողանանք ճիշտ մեր գովազդները միացնենք ու տենում ենք, որ ստեղ այս top պոզիցիաներ բավականին շատ վաճառքներ են անում։ Այս մեկը 30,000 պլյուս, այս մեկը 600 պլյուս, այս մեկը 3000 պլյուս, 1000 պլյուս, այն որ մի քանի հազար վաճառքներ են անում այս ամենաթոփ պոզիցիաները։ Հետո ուրիշնում ենք արդեն այստեղ նայում ենք այս օրգանիկ վաճառքներ անողներին, հա, տենում ենք, որ էլի լավ պատկեր է նաև ստեղ։ Սրանք արդեն դե սպոնսոր չեն, տակ սպոնսոր գրած չի։ Մեկը 10,000 պլյուս է, նա 10,000 պլյուս է ունի։ Հա, 10,000 պլյուս, դաժե այս մեկը 200 պլյուսն է վատ ցուցանիշ չի, ես քեզ ասեմ։ 600 պլյուսն էլ է շատ լավ ցուցանիշ, եթե հաշվի առնենք 45 հատ review ինքը ունի։ 231 հատ review-ով
500 պլյուս սրանք զեղչեն այս տակի կարմիրը որ գրած է, իրանք այս բանի լավ զեղչեր են միացրել։ Այսինքն գլոբալ կարանք ասենք, որ շատ լավ վաճառքներ են անում, ու հիմա մյուս բանը, որ նայում ենք, ստեսեղում ենք analyze products, ու մեզ պետք է հետևյալ ֆիլտրը միացնել, մեզ պետք է հետևյալը անել, գտնել բոլոր այն լիստինգները, ովքեր լավ վաճառքներ են անում, ու ունեն միջև 500 հատ review, հա, review count-ը նշում ենք միջև 500, կամ դաժե ավելի լավ կլինի նայենք միջև 300 հատ review ունեցող լավ վաճառք անողներին։ Նշում ենք այդ review count-ը, մաքսիմում 300, տալիս ենք apply filters, ու ստեղ նայում ենք, դեռ մենք որ 28 հոգի կա, որ միջև 300 հատ վաճառք, 300 հատ review ունի, ու հիմա նաև ստեղ կսխմենք իր բանի վրա, parent level revenue-ի վրա, որ վերևից ներքև բերի, այսինքն բերի մենակ նրանք, ովքեր որ լավ վաճառքներ, վերևից բերի նրանք, որոնք ավելի շատ վաճառքներ են անում, то есть նայ մեկը կա 0 վաճառք ունի, ես մեկը 349 դոլարի վաճառք ունի, դրանք բնականաբար մեզ չեն հետարկում են նրանք, ովքեր որ այսքան վաճառքներ են անում, հիմա պետք է հերթով հասկանանք իրանք ովքեր են հայտնի ինչ-որ բրենդներ են, թե մեր պես սովորական սելլերները, ու դրա համար այդ հասկանալու համար ինչա պետք մեզ անել, մի հատ պետք է իր բրենդի անունը պոյս տալ, հա, ստեղ նայ J's Finest, որ մի հատ պոյս կտան Google-ում, կտենանք, եթե ինքը ինչ-որ հատ տենց հայտնիություն ունեցող բրենդ է, գոնե կայք կունենա, գոնե Instagram-յան տարբեր էջեր կունենա, ահա նայ, կայքը ոնց որ թե ունի, այնտես կայքը ունի ու սենց տարբեր տեսակի պրոդուկտներ է ծախում, չի ասի ինչ-որ պրոֆեսիոնալ կայքա ու ստեղ նայում ենք ու տենում ենք, որ հնեցա նմանատիպ ապրանքներ էլ դաժե չեն, հա, ստեղ ինչ-որ բաժակներ է ծախում, ստեղ ինչ-որ դա վիսկի բոլեր է, այսի բաններ, օքեյ, վիսկի, կոկտեյլների հետ կապված ինքը պրոդուկտներ է ծախում, բայց ինչ որ եսին ինչ բրենդ չի, հա, այնց կայքից իրա երևում է, չնայած կարող է ինքը լավ բրենդ էլ լինի, բարձվի, պրոստը բան է ստեղ, օքեյ, մի խոսքով ինքը տենց իրա կայքը բանը ունի, հիմա մյուս ավելի կարևոր գործոնը, որ ստեղ ուզում ենք պետք է հասկանանք ինքը բրենդ է թե չէ, նո լավ բրենդ է թե չէ, պետք է նայենք իրա քիվորդները, հասկանանք ինքը գովազդի թե չէ։ Ստե մենք իջնում ենք ներքև ու այս keyword-ների վրա ենք սխում, այսա թող բացի, սերը վրա պետք է բացենք, հասկանանք։ Նայ, 416 հատ paid keyword ունի։ Այդ նշանակում է ինքը լավ գովազդներ է միացնում Amazon-ում, այդ մեր համար լավ է, որտեվ եթե ինքը այնց շատ հայտնի բրենդ լիներ, ինքը գովազդ միացնելու կարիք չէր ունենա, ուստի paid keyword-ները ցույց կտար 0։ Բայց այս բaragայում, քանի որ ինքը ցույց է տալի paid 416, նշանակում է ինքը նորմալ քանակությամբ, լավ քանակությամբ գովազդներ է միացնում Amazon-ում, այդ մեր համար լավ նորություն է։ Հիմա մեր նպատակը ստեղ գտնել գոնե 4-5 հոգու, ովքեր որ ունեն 300-ից ցածր review-ներ ու անում են այդ վաճառքները իրաց առանց Amazon-ում գովազդ միացնելով։ Ոչ թե առանց, այլ Amazon-ում գովազդներ միացնելով։ Ու իրանք տենց ինչ-որ հայտնի բրենդներ չեն։ Հիմա առաջինը տեսանք, որ ինքը ճիշտ է կայք բան ուներ, բայց ամենայն հավանականությամբ տենց հայտնի բրենդ չի, որտեղ ինքը Amazon-ում գովազդներ է միացնում։ Ունի քանի հատ review, ունի 296 հատ review։ Հիմա մյուս ապրանքը նայենք, ոնց որ ինքը ոնց որ United States-ում է գրանցված։ Հիմա մյուսն ենք նայում, այս մեկը արդեն Չինաստանում է գրանցված։ Հիմա միած սրան ենք voice տալի բանում, Google-ում, ինչ որ AMZ set, նայ կայք չբերեց, Amazon-ի էջն է բերում, կայք չբերեց, ու եթե նայենք keyword-ները հասկանանք ինքը գովազդ միացնում է թե չէ, ունի 51 հատ paid keyword, ինքը ավելի քիչ գովազդներ է միացնում, չնայած ինքը իր լիստինգը նոր է, ինքը
նոյեմբերի 14-ից է վաճառում, հնարավոր է, որ Helium 10-ը զուտ իր ինֆորմացիան չի վերցրել, բայց այս 51 հատ paid keyword, որ գրած է, այդ նշանակում է, որ ինքը գովազդներ էլի միացնում է, հա, եթե առածրա գովազդ չի միացնում, որից է մեկը Amazon-ում, ստե paid-ի տակը 0 է ցույց տալի։ Այսինքն այս էլ է մեր ուզածով, հա, ինքն էլ է գովազդներ միացնում։ Հիմա երրորդն ենք նայում, այդ էլ իր այս բրենդի անունը post ենք տալի Google-ում, տնենք ինչ-որ մի բան կբերի, թե չէ, ինչ-որ ինսի սարդ, ու ինքն էլ է ընդ որում բան, չինացի, Որ կայք չունի ինքը։ ոնց որ կայք չունի, բայց իր բանը ապրանքը մի քանի տեղ գցած է, չնայած երևի թից կայքեր են, հա, ինչ-որ Sears կայքում գցած է, կա դաժե ինքն էլ է մտել գցե, այսինքն ինքն կայք չունի, հիմա տնենք իր վաճառքները ոնց է ինքը անում, ստեղ keyword-ներով իր տակի որ սխում ենք, Նա էլի լավ գովազդներ է միացնում 732 հատ էլ paid keyword դες մեկ ունի։ Այսինքն մենք ինչ Այսինքն այս կարող նույն ապրանքի վրա 732 հատ ինքը բան ունի, տարբեր գովազդներ ունի միացրած 732 հատ։ 732 հատ keyword մեզ Helium-ը ցույց է տալի, որ ինքը գովազդ է միացրել այդքան keyword։ Ամենանավականությամբ ավելի շատ է, բայց կոնկրետ Helium-ը 732 հատ keyword գտել է, որ այս ապրանքը այդ 732 հատ keyword-ով գովազդ միացրել է։ Իսկ դա մի ռեկլամի վրա է դրա այդքան keyword-ը, թե ամեն մի keyword-ը առանձին գովազդ է աշխատում ինքը։ Նայ մի գովազդային campaign-ի մեջ դու կարաս մաքսիմում մինչև 1000 հատ keyword օգտագործես։ Հիմա ինքը քանի հատ campaign-ա միացրել, դա մենք չենք կարա իմանանք, բայց կարող ենք իմանանք, որ ինքը լավ գովազդներ միացնում է Amazon-ում։ Այդ պրինցիպի այդքան էլ էական չի, քանի հատ campaign-ով է իր գովազդները միացրել։ Կարող գիտենք, որ լավ միացնում է, այսինքն մենք ստե առնվազն 3 հոգի գտանք ու ամենայն հավանականությամբ այստեղ ով կա ինքը նաև հենց այդ գովազդներով է ծախում, հա որ ունեն 300-ից քիչ review ու ունեն գովազդով վաճառքներ, հա, այսինքն մեր համար կարևորը է դա, որ մենք էլ ենք, չէ, գովազդներ ենք միացնելու ու սկզբում ունենալու ենք 300 հատից քիչ review-ներ։ Եթե մեր պես 3, 4, 5 հոգի կան, արդեն իսկ նշանակում է այդ շուկայում մենք անելիք ունենք, հա, կարող ենք մտնենք այդ շուկա։ Հիմա նայենք այս մյուս վերևինը ու հասկանանք այս վերևինը արդեն ինչ բան ցույց կտա մեզ այդ պարագայում։ Այս սալած փինորն ենք post տալիս։ Էլի ստեղ analyze product ենք սեղմում։ Ստեղ ֆիլտրների մեջ նշում ենք review-ների քանակությունը առավելագույնը էլի նույն ձև 300 տալիս ենք apply filters, նշում ենք parent level revenue վերևից ներքև ու ստեղ տենում ենք, որ բերել է քանի հոգի, այնտեղ ագին մարդերը բերել, հիշում ես թե չէ, մենք նայում ենք, որ գոնե այդ մի քանի հոգին օրինակ 10000 ու ավելի բարձր revenue ունենան։ Հիմա տենում ենք, որ էլի կան մի քանի հոգի, որ 10000 ավելի բարձր բան ունեն, revenue ունեն, բայց հիմա ստե պատկերը մի քիչ այլ այն առումով, որ սրանք արդեն հայտնի բրենդներ են, հա, նույն Carrot-ը, նույն KitchenAid-ին, սրանք այս KitchenAid-ին ինքը Amazon-ի բրենդներից է, այդպես Seller Country Region Amazon, ինքը հենց Amazon-ի բրենդներից է, չգիտեմ ճիշտ ասած ինքը գովազդ կմիացնի թե չէ, բայց այն որ ինքը շատ հայտնի բրենդ է, դրա մասին բոլորը գիտեն։ Այսինքն գիտեն KitchenAid-ը, ես գիտեմ, որովհետև որ Amazon-ի warehouse ես աշխատում եմ նոր, այս KitchenAid-ի շատ էի վերում։ Այդ մեկ է հիշում եմ, որ ես վերում եմ, որտեղ ինքը մի քանի լիքը տեսակի ապրանքներ ունի, էլի, ինքը խոհանոցային միլիոն տեսակի ապրանք ունի։ Ու նայ paid keyword-ները ինչա ցույց տալի 9 ընդհանրապես, այսինքն ինքը միացնում է գովազդ, բայց շատ չի, դա ընդհանրապես 9 հատ paid keyword կա, իսկ ընդդեմ ինչքան ունի 700 հատ 400 հատ, այն մեկը նոր listing էր 50 քանի հատ էր ցույց տալի, բայց այս մեկը քանի տարվա listing է։ Մեկ տարվա all time-ը նայենք, հեսա կհասկանանք ինքը մեկ տարով վերած ինքը 25 թվի հունիսի 26-ից է սկսել իր վաճառքները, այսինքն ինքն էլ շատ հին չի, մի 6 ամսվա բան է,
լիստինգը, բայց ամենայն դեպս շատ քիչ գովազդներ ա միացնում, paid 9, մետ 1, մյուսը, այս carrot-ը, նաև վերև երկուսը նույն ապրանքն է, այս carrot-ն է, պրոստը տարբեր չափսերն է իրա, հիմա այս մեկը տնան գովազդ միացնում ա, թե չէ, այս մեկը միացնում ա, այս մյուս carrot-ը նայեք, տնեք միացնում ա, թե չէ, շնես նույն մարդն է, պետք է որ միացնի, բայց ինքը, Այս նույն լիստինգն է, միացնելը չի հանգարում, էլի, ավելի շատ վաճառք ունենաս, քան ստե ասենք մենակ օրգանիկի վրա հույսը դնես։ հա, մեր բանը հենց այդ է, որտեվ հնարավոր է, եթե օրինակ այս բեսթսելերները իրանք գովազդներ չեն միացնում, նշանակում է մենք շանս չունենք էլի այդտեղ վաճառքներ անելու, որտեվ հեսա այս մեկի վրա paid 1 հատ keyword, այսինքն այս բեսթսելերներից էլ որ մեկն է լավ բան անում, գովազդներ միացնում, այս մեկի keyword-ները նայենք, այս մեկն էլ է նորմալ միացնում, 100 հատ paid keyword կա, այս մեկն է նայենք ու եթե այս մեկն է միացնելուց լինի, ուրեմն հենց օքեյ այս շուկայի կարանք մտնենք, ուղղակի պետք է հաշվի առնենք, որ ստե մի քիչ ավելի բարդ է լինելու, քան այն նախորդի դեպքում։ Ну 82 կարանք փաստենք, որ ստել են միացնում գովազդները ավելի քիչ քան են նախորդ շուկայում էին միացնում, բայց ստել են միացնում ու հնարավոր է նաև իրանց վաճառքները գալիս են այս գովազդների արդյունքում ու նես չի էլի քիչ մարդ կա, որ 300 պակաս review ունի, ստեղ դե գրել ենք մաքսիմում review-ների քանակությունը 300 ու լավ վաճառքներ է անում, ստեղ տնան քանի հոգի կա 1, 2, 3, 4, 5, 6, 7 7-8 հոգի կան, հա, որ իրանք 10,000 պլյուս վաճառքներ են անում ու 300-ից քիչ ռեվյուներ ունեն ու գովազդների միջոցով են իրանք վաճառքներ անում։ Նենց որ որպես բան, հա, շուկա, վերևինն է վատը չի, բայց այս տակինը ավելի լավն է։ Հիմա եթե այստեղ բացենք research 2 file, research 2, այստեղ մենք կառանձնացնենք n keyword-ները, որոնք մենք այս առաջի փուլից հետո հասկացել ենք իրանք լավն են, իրանք կարելի է պահել հաջորդ փուլում դիտարկելու համար, հա, այսինքն մենք հələ այստեղ պետք է մի հատ այս short list անենք, ճիշտ է, այսինքն քիչ ապրանք ունենք, բայց պետք է մի հատ short list անենք, տակ օրինակ լավ 50 հատ պայմանականորեն դու շուկա նայեցիր, այդ 50 հատից պետք է թողենք 5 հատ 10 հատը, որ այդ 10 հատից վերջնական ընտրենք, հա, որևիցե մեկը։ Հիմա եթե ընտրենք օրինակ այսքանից, այս երկուսն էլ կարելի էր անցկացնել այդ հաջորդ փուլ։ Դրա համար ես այս երկուսն էլ հիմա կանցկացնեմ այս հաջորդ փուլ, որ հետագայում դիտարկենք, հա, այս երկուսն էլ։ Այս սեզոնալ է կարան ասենք Կարամ ջան, պրոստը Հա, ասած ես դա ձեր չեմ։ Հա, ահա։ Արի ես էլ բան անենք։ հա, գայլա կարող։ Հա, ես էլ սենց անենք։ Ընդ որում market price-ը ստե հա, ճիշտ է, այստեղ խնդիր կա, ինքը միջի ռևյուները բանը ցույց է տալիս, բայց լավ էժանով տարբերակներ էլ կա, հա, այսինքն այստեղ նա ինչ կարանք փաստենք, որ այս երկուսն է կարելի է բերել հաջորդ փուլ զուտ այս պայի վերլուծությամբ, բայց ավելի խորը որ նայենք իր հետ զուտ համատենք, մենք ընտրելու ենք այս cocktail smoker kit-ը։ Հա, Ստե հիմա այս երկուսին էլ կանաչացնեմ, որ ինանց հիշենք, որ հաջորդ փուլ ենք տեղափոխել։ Հիմա ստե ինչ անենք, հա, դու հիմա ստեղ շարունակի այդ լիստը լրացնելը։ Մյուս դասին արդեն կսկսենք բանը անել, հա, այդպես ավելի նույն ձև ոնց որ այս երկուսը արեցինք, նույն ձև մնացածը անելը, ես ոնց որ մի հատ էլ քեզ ցույց կտամ այս process-ը ոնց է արվում, այս մնացած ապրանքների պարագայում ինչքան որ դու հանածնես, մի քանի հատի պարագայում էլի ցույց կտամ, որ դու արդեն էլի ոնց որ ավելի մանրամասն պատկերացնես ինչին ես ուշադրություն դարձնում, որ արդեն ոնց որ short list անենք ու ավելի կոնկրետ կարողանանք ապրանքը ընտրենք։ հա, մենք այս պայն պետք է լրացնենք, այսինքն տակներ։
Դու հələ որ էսի լրացրու, ես արդեն մյուս դասի ոնց որ մի հատ էլ էս պահը ցույց կտամ, ու արդեն դու կանցնես հենց էս պահին, հա։ Հա, Արամ ջան կենի մի րոպե էլի ինչու անենք, մի րոպե։ Պրինցիպի էլ Շատ բան չունեմ էլ ցույց տալու, վայ ջան, եթե ուրեմն բան չունենք անելու այս բանը։ հա, չէ, ավելի լավ է դու շարունակես լրացնել, մյուս դասին արդեն ավելի մանրամասն բան անենք։ Հա, всё, եթե ձեզ այս սա մի կնստեմ մի քանի հատ կանեմ, որտեղ 11-ին պետք է արդեն մի հատ տեղ եմ գնալու, էլի 11-ին կգնամ, հետո կգամ տուն էլի կշարունակեմ անել, մինչև 5 օրը արդեն ահագին արած կլնեմ, գոնե ասենք մի 30-ի հասած ելնեմ, Հա, որ ժամանակ 30-ի հասածն է շատ լավ կլինի։ այ 30-ի հասած կլնեմ արդեն հələ մի 19 հատ բան է պետք էլի, ասենք դեռացնել, մի հատ հասկանալ, էլի, պրոստը ժամանակից առումով ասենք համես անհասկանալի հարցեր ունեի, դրա համար ասենք շատ շարունակեցի, թե չէ արդեն ասենց ասեմ, այս կոկտեյլ սմոքերը ինքը տևացել է ընդամենը երևի մի 10 րոպե մաքսիմում, նա շատ չի տևացել։ Հա, արդեն որ տեսա ճիշտ ես անում, հաստատ ավելի արագ սկսես լրացնել։ Հա, մի այդ հարցեր, որ առաջացել էր դրանով պատասխանեցի արդեն, ու ինձ թվում է ավելի արագ կլինի, Ահա։ կանեմ։ Հեսա միջոցը հենց մի կանեմ, մինչև դու գալես կանեմ, նոր դուրս կգամ։ Okay, okay, վայ ջան, դե ուրեմն մի 5 շաբթի օրը։ Հերա, բարոն ջան, քեզ բարի Լավ, գիշեր։ մերսի ապեր ջան, դե քեզ էլ լավ օր։ Հերա, ապրես, ապրես, ապրես։